Ջելսոմինոն պատասխանում է անվանականչին, գոլ է խփում ու սկսվում է ամենահետաքրքիրը։ Այս պատմությունը ինձ պատմել է հենց ինքը Ջելսոմինոն, երբ նրան լսում էի քիչ էր մնում խլանայի, թեև ականջներս կես կիլոգրամ բամբակ էի մտցրել։ Բանն այն է, որ Ջելսոմինոն զրնգուն ձայն ունի, և երբ նա նույնիսկ կիսաձայն է խոսում, նրան լսում են անգամ ռեակտիվ ինքնաթիռների ուղևորները ծովի մակերևույթից և Ջելսոմինոյի գլխից 10,000 մետր բարձրության վրա։ Այսօր Ջելսոմինոն հռչակավոր տենոր է և հայտնի է ամենուր, հյուսիսային Բևեռից մինչև հարավայինը։ Հիմա նա ունի հնչեղ և գուցե մի քիչ պերճաշուկ անուն, որը չարժե այստեղ նշել, որովհետև 1000 անգամ հանդիպած կլինեք լրագրերում։ Երբ դեռ փոքրիկ տղա էր, նրան կոչում էին Ջելսոմինո, այսինքն հասմիկ, և այդ անունով էլ նա կմնա մեր պատմության մեջ։ Եվ այսպես կար-չկար մի շատ սովորական տղա։ Նա փոքրամարմին էր, նույնիսկ ցածրահասակ, բայց հենց որ նա աշխարհ եկավ, պարզ դարձավ, որ բնությունը նրան արտասովոր ձայնով է օժտել։ Երբ Ջելսոմինոն ծնվեց, բոլոր համագյուղացիները կեսգիշերին վեր թռան քնից, կարծելով, թե գործարանի շչակն է իրենց արդեն աշխատանքի կանչում։ Իրականում Ջելսոմինոն էր լալիս, փորձելով իր ձայնը, ինչպես անում են բոլոր նորածին մանուկները։ Բարեբախտաբար նա շուտ սովորեց քնել, երեկոյից մինչև առավոտ, ինչպես անում են բոլոր արժանապատիվ մարդիկ, բացի լրագրողներից, և գիշերային պահակներից։ Նրա առաջին ճիչը լսվում էր առավոտյան ուղիղ ժամը 7-ին, հենց այն ժամանակ, երբ մարդիկ ուզում էին արթնանալ, որ աշխատանքի գնային։ Գործարանային շչակներն այլևս պետք չէին և շուտով անգործությունից կժանգոտվեին։ Երբ լրացավ Ջելսոմինոյի 6 տարին, նա դպրոց գնաց։ Ներկա բացակայի ժամանակ ուսուցիչը հասավ Ջ տառին և կարդաց նրա անունը։ «Ջելսոմինո, ներկա», ուրախ պատասխանեց նոր աշակերտը։ Անմիջապես դղրդյուն լսվեց ու գրատախտակը 1000 կտոր եղավ։ «Ո՞վ քարով խփեց գրատախտակին, ցուցափայտը ձեռքին», հարցրեց ուսուցիչը։ «Ոչ ոք», պատասխանեցին։ «Լավ, նորից սկսենք անվանականչը», ասաց ուսուցիչը, և նորից Ա տառին վերադառնալով սկսեց հերթով հարցնել յուրաքանչյուրին. «Քարը դու գցեցի՞ր»։ Ես չէի, պատասխանում էին վախեցած տղաները։ Երբ հերթը հասավ Ջ տառին, Ջելսոմինոն ևս վեր կացավ և ազնվորեն ասաց. «Այդ ես չէի, պարոն»։ Նա չհասցրեց նույնիսկ ուսուցիչ բառը պատասխանել, երբ պատուհանի ապակիներն էլ գրատախտակի բախտին արժանացան։ Այս անգամ ուսուցիչն ուշադիր հետևում էր դասարանին և վստահ էր, որ իր 40 աշակերտներից ոչ մեկի ձեռքին պարսատիկ չկար։ «Երևի ինչ-որ մեկն անկարգություն էր անում փողոցում», եզրակացրեց ուսուցիչը։ «Միգուցե մեկնումեկն այն չարաճճի տղաներից, որոնք դպրոց գնալու փոխարեն թռչունների բներ են քանդում։ Բռնեմ նրան և ականջից բռնած քաշ կտամ ոստիկանատուն»։ Այդ առավոտ ամեն ինչ այսքանով էլ ավարտվեց։ Իսկ հաջորդ օրը ուսուցիչը նորից սկսեց անվանականչը և նորից հասավ Ջելսոմինոյի անվանը։ «Ներկա», պատասխանեց մեր հերոսը և շուրջը նայեց։ Հպարտ ու դարձյալ դպրոցում է։ «Շրըխկ», անմիջապես արձագանքեց պատուհանը։ Ապակիները, որոնք կես ժամ առաջ էր վարպետը դրել, նորից թափվեցին բակ։ «Տարօրինակ բան է», ասաց ուսուցիչը։ «Դժբախտությունը պատահում է այն պահին, երբ հասնում եմ քո անվանը»։ Ամեն ինչ հասկանալի է, տղաս, դու չափազանց բարձր ձայն ունես, քո ձայնից օդը տարբերվում է, ինչպես պտտահողմի ժամանակ։ Այսօրվանից դու միայն կիսաձայն պիտի խոսես, եթե չես ուզում, որ մեր գյուղն ու դպրոցն ավերակ դառնան։ Պայմանավորվեցի՞նք։